ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հաջորդ նիստը մյուս տարվա նոյեմբերին կլինի Մոսկվայում, արդեն Ռուսաստանի նախագահությամբ։ Այսօր Բիշքեկում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Қырғызստանի առաջնորդը Դաշնությանն է հանձնել կազմակերպության նախագահությունը, որը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Россия принимает председательство в организации в очень сложное время. Ռուսաստանը կազմակերպության նախագահությունը ստանձնում է շատ բարդ ժամանակահատվածում։ Դաշնությունը ստիպված կլինի գործել շարունակվող աշխարհաքաղաքական առճակատման եւ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վերակառուցման պայմաններում։ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել մտնել բարդ պայքարի մեջ։ Նիստի ընթացքում ներկայացրել է ՀԱՊԿ նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ու առաջարկներ արել։ Առաջարկում ենք մասշտաբային ծրագիր սկսել, զինելով հավաքական ուժերը ռուսական սպառազինության եւ տեխնիկայի ժամանակակից նմուշներով, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողությունների ընթացքում։ Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները 16 հարցերի վերաբերյալ որոշման փաստաթղթեր են ստորագրել։ Այդ թվում հավաքական անվտանգության մասին հռչակագիրը, անդամ պետությունների առաջիկա 4 տարվա ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը, ՀԱՊԿ զորքերի կառավարման կազմակերպման մասին որոշումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման մասին հայտարարությունը։ Այս փաստաթղթերը ստորագրել է նաև Հայաստանը, որն այս անգամ էլ ներկայացուցիչ չի ունեցել ՀԱՊԿ նիստում։ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Մոսկվային։ Նրանք ասում են, որ աջակցում են ՀԱՊԿ-ի բոլոր որոշումները եւ իրենց համարում են կազմակերպության անդամ։ Բայց այս փուլում ձեռնպահ են մնում հանդիպումներին մասնակցելուց։ Դա նրանց ընտրությունն է։ Եթե նրանք կարծում են, որ կարող են այդպես աշխատել, ապա լավ, մենք համաձայն ենք։ Считают возможным так работать пока. Ну, хорошо, мы согласны. Տասմագան Բետովը նիստից հետո մամուլի ասուլիսում հայտնել է, որ թեև Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, որոշումների ընդունմանը չեն խոչընդոտում։ Իրենք նախապես ուղարկում են որոշումների նախագծերը, պաշտոնական Երևանը համաձայնություն է տալիս։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Այս կարճ պատասխանով Հայաստանի փոխարտգործնախարարը երեկ արձագանքել էր այն հարցին, թե Հայաստանը ինչու վերջնականապես չի լքում ռազմաքաղաքական կառույցը, եթե բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը, բայց որոշումների ընդունմանը չի խոչընդոտում։ Հնարավոր է մի օր էլ դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը, որ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Տասմագան Բետովը հույս է հայտնել այսօր, որ Հայաստանը որոշում կկայացնի ու լիարժեք կվերադառնա ՀԱՊԿ իրենց հետ առաջ շարժվելու։ ՀԱՊԿ նիստում ընդունված հռչակագրի տեքստում անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Գոհունակություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությանը։ Հանդես ենք գալիս կողմերի միջև համապարփակ կարգավորման եւ անվերապահ խաղաղության պայմանագրի շուտապույտ կնքման օգտին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Մանգալի Տասմագան Բետովը նույնպես հայտնել է իր պաշտոնը փոխանցելու մասին։ Թալատբեկ Մասադիկովը հունվարից կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Նա զբաղեցրել է կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։